Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք։ Ազգային ժողովը փոխնախագահներ է ընտրում։ Հաջիևը բացահայտել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու Ալիևի հանձնարարականը։ Հեռախոսների վերարտահանումից ինչ է շահում Հայաստանը։ Իմեյ համարների գրանցման համակարգի ներդրմամբ ինչ խնդիրներ են առաջանալու քաղաքացիների համար։ Ինչ է պետք իմանալ Շենգենյան վիզայի համար դիմում ներկայացնելիս։ Կիևում շարունակում են վերացնել ավերածությունների հետևանքները։ Ազգային ժողովում այսօր շարունակվել է փոխնախագահների ընտրության գործընթացը։ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուներն են Քաղաքացիական պայմանագրից Հայկ Կոնջորյանը եւ Վահագն Ալեքսանյանը, Ուժեղ Հայաստան խմբակցությունից Արամ Վարդևանյանը։ Իսրայելը լուրջ է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցի վերաբերյալ Ադրբեջանի ուղերձները։ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով օգնական Հիկմեթ Հաջիևն է հայտարարել։ Հաջիևը բացահայտել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ի հայտ գալուց հետո Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ ակտիվ դիվանագիտական ջանքեր են սկսել գործադրել եւ ուղերձներ փոխանցել իսրայելական կողմին։ Ավելի վաղ իսրայելական Հարեցը հղում անելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը Քնեսետում քվեարկության չի դրվել վարչապետ Նեթանյահուի վրա Ադրբեջանի ճնշման պատճառով։ Իսրայելում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախորդ բոլոր փորձերը ձախողվել են։ Այս մի որոշումը հրապարակ եկավ Թուրքիայի եւ Իսրայելի միջև լարվածության ֆոնին, երբ Անկարան մեղադրեց Նեթանյահուի կառավարությանը Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար։ Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որն ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի։ Նիկոլ Փաշինյանն է ասել, ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նոր նախարար Դավիթ Թադևոսյանին։ Տեխնոլոգիաների ոլորտը իհարկե արդեն բավական երկար ժամանակ Հայաստանում շատ էական զարգացումներ է ունենում, բայց պիտի ասեմ նաև, որ վերջին մեկ տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև մենք հիմա արդեն ավելի ու ավելի լիարժեք եւ լիաթոք նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ առնչվելու հնարավորություն ունենք։ Իհարկե մեծ աշխատանք է արված Հայաստանում հիմա արդեն գործում է ենթակառուցվածք, որը ընդամենը տարիներ առաջ կարող էր թվալ դժվար իրագործելի։ Հեռախոսների եւ համակարգիչների ներմուծմամբ, վաճառքով եւ վերարտահանմամբ զբաղվող ընկերությունը խոշորագույն հարկատուն է, բայց արդյոք այս գործընթացից Հայաստանն իսկապես շահույթ է ստանում։ Բջջային հեռախոսների իմեյ համարների գրանցման համակարգի ներդրմամբ ինչ խնդիրներ են առաջանալու քաղաքացիների համար եւ ինչ հարցեր է դրանով լուծելու կառավարությունը։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Իրականում այստեղ տենց միանշանակ չի ամեն ինչ, հարցը բյուջե ինչ գումար է մտնում եւ ինչ գումար է մտնում բիզնեսին, այսինքն հաստատի արդեն մի քանի երամսյակ է ինչ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերությունը ամենախոշոր հարկատուների ցանկում է, բայց բնականաբար հարկերը շատ տարբեր են, հիմնականում դա ԱՀՆ է եւ հաստատի ԵԱՏՄ-ում գործում է այսպիսի մոդել, երբ որ հատում է ԵԱՏՄ-ի սահմանը, այսինքն հեռախոսը մտնում է հեռախոս կամ անպայման չէ հեռախոս, լվացքի մեքենա, գիտենք որ Հայաստանը կտրուկ աճացրել է ներմուծում տարբեր ապրանքների, որոնք հետո բնականաբար գնում են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ սանկցիաների տակ գտնվող ապրանքներ են։ Ապրանքը հատում է ԵԱՏՄ սահմանը, այսինքն Հայաստանի տվյալ դեպքում ընկերությունը հաստատի վճարում է դրա ԱՀՆ վաճառելուց, բայց հետո այդ ապրանքը առանց սահմանահատելու գնում է Ռուսաստանի Դաշնություն, այնտեղ ուրիշ ընկերություն է դա վերցնում եւ իրացնում, ու այստեղ ԱՀՆ-ների հետ կապված օրենսդրությունը բերում է նրան, որ փաստացի մեր բյուջեն հետ է վերադարձնում ԱՀՆ ընկերությանը։ Իսկ արդեն Ռուսաստանում այնտեղ իրանց մոտ է հաշվարկվում։ Այսինքն մեծ հաշվով ստացվում է, որ այդ գումարը ուղղակի փոքրիկ ժամկետով վարկավորում է Հայաստանի բյուջեին, այսինքն գումարը մտնում է, հետո դուրս է գալիս։ Մաքսային
Թուրքերի վճարների տեսանկյունից էլ այստեղ ուրիշ սկզբունք է գործում, ամբողջ ներմուծումը փաստացի գումարվում է ոնց որ մի կաթսա, հետո ամեն երկիր այդտեղից ստանում է իր հատվածը, Հայաստանը երբ որ մտել էր ԵԱՏՄ, այդտեղ 1.22% է ստանում, բայց հաշվի առնելով որ հոսքերը լրիվ վերաբաշխվել են այս պատերազմի պատճառով, հիմա փաստացի Հայաստանի բյուջեն հետա վճարում 2 անգամ ավելի շատ քան ստանում է։ Այսինքն բյուջեի տեսանկյունից ստացվում է որ մինուսով է աշխատում։ Այն ընկերությունը որ այդ ներմուծումը անում է, բնականաբար ինքը մեծ գումարներ ստանում է այնտեղ երևի նեղացած չեն գումարների տեսանկյունից։ Հետո իհարկե դա ինչ որ միջնորդավորված էլի ինչ որ չափով բյուջե մտնում է իհարկե, բայց դա արդեն ուրիշ բան։ Իսկ հեռախոսների email համարների գրանցման համակարգի ներդրմամբ ինչ խնդիրներ են առաջանալու քաղաքացիների համար եւ ինչ հարցեր է դրանով լուծելու կառավարությունը։ Կառավարության ուզածը որպեսզի ստվերը հեռախոսների նվազեցվի, ուղղակի այստեղ մեկը հարցեր են առաջանում, որովհետև մեծ հաշվով շատ դժվար է հասկանալ որն է ստվերը, օրինակ հեռախոսը գնվում է քաղաքացու կողմից Ղազախստանում կամ Ռուսաստանի Դաշնությունում ենթադրենք, ու բերում է Հայաստան, փաստացի ինքը ստվերային չի, որովհետև մաքսազերծման խնդիր չունի։ Եթե օրինակ փոստով պատվիրես ու գումարը չգերազանցի այդ 200,000 դրամը, էլի հեռախոսը մտնում է օրինական ձևով, բայց ոչ մի վճար դու չես կատարում։ Այնպես որ կարծում եմ ամենաառաջինը այս օրինագիծը ունի խնդիր, որ հստակ հաշվարկներ չեն ներկայացվել, ես չգիտեմ արվել են թե չէ։ Ենթադրում եմ որ ինչ որ հաշվարկներ արվել են, բայց տրամաբանությունը այդքան էլ հստակ չէ ու կարծում եմ երբ որ դու օրինագիծ ես ներկայացնում, որը բոլորին է վերաբերում, պետք է շատ հստակ բացատրես դրա պլյուսները, մինուսները։ Երկրորդը այն է, որ փաստացի առաջարկվում էր շատ մեծ քանակի անձնական տվյալներ հավաքագրել, ինչ որ մի մաքսային հարց լուծելու համար։ Պլյուս նաև քաղաքացիները պետք է այդ ամեն ինչի համար վճարեն։ Երկրորդ հեռախոս պահելու համար չգիտես ինչու մարդ պետք է լրացուցիչ գումար տա, ինչ որ շռայլության ոնց որ բան լինի, հարկ, չնայած օրինակ բոլորս հասկանում են Հայաստան մոտ 100,000 տաքսի վարորդ կա ու մեծամասնությունը երկրորդ հեռախոս են փոխում, դե մեկը աշխատում է որպես համերգտար, այսինքն ինչ որ գեր մեծ մարմնի շարժումներ են, ինչ որ անհասկանալի հարցը լուծելու, անհասկանալի այնքան որ մենք չենք հասկանում, արդյոք այդ ստվերը այդքան մեծ է, ու դրա համար պետք է այսպես համաշխարհային մակարդակի քայլերի դիմել։ Հիմա բարեբախտաբար այս հանրային աղմուկը բերեց նրան, որ արժույթում քննարկում եղավ ու առնվազն հիմա մեղմացվել է, այսինքն ենթադրվում է, որ միայն email-ին է հավաքագրվելու, այլ ոչ այդ տվյալները մնացած, բայց մեկը ես կարծում եմ, որ պետք է ամեն հարց իր տրամաբանության մեջ լինի։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին 1 տարվա զարգացումները Հայաստանի համար հատկապես նշանակալի են, որովհետև նորագույն տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության հետ ավելի լիարժեք առնչվելու հնարավորություն կա։ Այս առումով Հայաստանում առկա իրավիճակն ինչպես է գնահատում։ Մեծ պրոյեկտներ, ամենամեծը դեռ պայքարն է, բայց դա միակը չէ։ Դառնում է արհեստական բանականության համար ենթակառուցվածքի տեսանկյունից խոշորագույն դերակատարներից մեկը։ Իհարկե դա իրավիճակը կարող է 1 տարվա մեջ փոխվել, որովհետև հիմա բոլորն էլ ներդրումներ են անում, կարող է մենք 1-2 տարի հետո դառնանք ոչ թե top 5-րդը, այլ 15-րդը, բայց ամեն դեպքում սա լուրջ մեկնարկ է։ Ուրիշ հարց, որ արհեստական բանականություն որ խոսում ենք, մենք պետք է այտենց ինքը մի բան չի։ Այսինքն կան երկրներ, որոնք լուրջ հենց բուն արհեստական բանականության կորիզն են ստեղծում։ Այդ առումով Հայաստանը բնականաբար առաջադեմ երկիր չէ ու առաջադեմ երկրները ընդհանրապես
մեկ ձեռքի մատների կեսից հերիք է հաշվելու համար։ Եվրոպայի հետ առանց վիզայի ճամփորդելու հեռանկարը Հայաստանում այսօր ամենակննարկվող թեմաներից է։ Երևանն ու Բրյուսելը երկխոսության մեջ են եւ իշխանությունները խոստանում են արդյունք առաջիկա 2 տարում, բայց մինչ այդ խոստումն իրականություն դառնա, հազարավոր քաղաքացիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների։ Թեմային իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել։ ԵՄ-ի հետ վիզային ազատականացման երկխոսությունը մեկնարկել է 2024-ին եւ արդեն կա 74 կետից բաղկացած գործողությունների ծրագիր։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսին խոստացել է առանց վիզա ռեժիմ ոչ ուշ քան 2 տարվա ընթացքում, բայց այս խոստումը հեռու է թվում, երբ բախվում ես այսօրվա իրականությանը։ Եվրոստատի տվյալներով Հայաստանից ներկայացված վիզայի դիմումների թիվը 2020-ից 24 թվականներին տասնապատկվել է 10,000-ից հասնելով 100,000-ի, ինչը զգալիորեն ծանրաբեռնել է դեսպանատների հյուպատոսական բաժինների կարողությունները։ Արդյունքում Հայաստանի քաղաքացիները շարունակում են բախվել նույն խնդիրներին՝ հերթեր, փաստաթղթերի տրցակներ, մերժում ու մերժման ռիսկ, կորած ավիատոմսեր եւ ամրագրումներ։ Ինձ օգնել են նաև այդ հարցում, այսինքն ես խնդրել եմ տուրիստական հարցերով զբաղվող агентին հավաքագրել, ամեն ինչ դիմել, քանի որ ժամանակ չունեի ուղղակի։ Գնում եմ մի քանի երկիր, դիմել եմ ամսի 20-ին 11 օր, այսօր ստացել եմ։ Բյուրոկրատիան շատ է, թե օր վերցնելու հետ կապված խնդիրներ առաջանում, թե հետո այս հերթերը եւ այլն եւ այլն։ Իրականում ինքս եմ կարողացել այստեղի օրը վերցնել, երևի եզակի կենտրոններից էր որ կարողացա ինքնուրույն օր վերցնել։ Գրանցման ընթացքն էլ ոնց որ բնականաբար ավելի լավ կլինի, ավելի հեշտ կլինի, եթե ազատականացվի ու մենք կարողանանք առանց նմանատիպ քաշքշուկի գնալ տուրիստական նպատակով եւ ետ վերադառնալ։ Շատ անհատական է։ Ինձ համար արդեն քանի որ պարբերաբար եմ ես մեկնում, ավելի հեշտացել է, բայց նախկինում ավելի բարդ էր եւ հանձնել էին ուշ, ինչպես վերադարձնում այսպես ասած, բայց հիմա մի քիչ ավելի կարծես թե հեշտացել։ Ըստ մասնագետների, մերժումների զգալի մասի հետևում կանգնած են հենց դիմողների սեփական սխալները։ Նրանք առանձնացնում են 3 հիմնական պատճառ։ Դիմում են ոչ այն հպատոսության երկիր, որտեղ պետք է գնան, կամ հիմնական իրենց ճամփորդության ժամկետը պետք է անցկացնեն, այլ այնտեղ, որտեղ իրենց կարծիքով վիզան ավելի հեշտ են տալիս։ Եվ արդյունքում կամ չեն ստանում, կամ ստանում են բազմակի փոխարեն մեկ անգամ են մուտքի վիզա։ Երկրորդ խնդիրը ֆինանսական է։ Վիզա ստանալու համար ոմանք փորձում են արհեստականորեն համալրել իրենց բանկային հաշիվը, ինչը հենց հակառակ ազդեցությունն է ունենում։ Հպատոսություն ուսումնասիրելիս փաթեթը կամ քաղաքացիները բանկային տեսնում են, որ չկա ընթացիկ պարբերական եկամուտ եւ մեկ անգամյա ինչ-որ մուտքագրումներ կան եւ դրանից եզրակացնում են, որ դիմողը չունի եկամուտի աղբյուր եւ դրանով իսկ համարվում է ոչ այդ փաթեթը ոչ արժանահավատ է համարվում։ Երրորդ չափանիշն է ապացուցել կայուն կապը Հայաստանի հետ, ընտանեկան կապեր, սեփականություն, անշարժ եւ շարժական գույք։ Փաթեթի մեջ ներառվելիք այդ փաստերի ցանկում այդ փաստաթղթերը պարտադիր են շատ հյուպատոսություններում։ Եվ կարող են այո դիտարկել եւ կասկածներ կարող են մոտները առաջանալ, որ քաղաքացին չունի ամուր կապեր եւ կան ըստ այդմ ռիսկեր, որ կմնա Շենգենյան գոտուն չի վերադառնա Հայաստան։ Սակայն քաղաքացիներին ամենաշատը հուզում է այլ խնդիր՝ պարզապես ազատ ամսաթիվ ամրագրելը, ինչը շատ հաճախ ուղղակի անհնար է։ Հիմնական պատճառը դա էապես ավելացած հոսքն է դիմողների եւ դրա պատճառով համակարգը չի կարողանում այդ հոսքին համապատասխան տեղերը բաշխել եւ ամեն մեկ դրա պատճառով յուրաքանչյուր ոք չի կարող անմիջապես ստանալ այդ ցանկալի appointment-ը։ Սա վերաբերվում է անվճար ստանդարտ տարբերակին, բայց փաստացի կա նաև վճարովի, պրեմիում ուղի, որով հերթը կարելի է շրջանցել գումարով։ Օրինակ Իսպանիայի վիզաների կենտրոնում տեղը շատ դժվար է բացում ստանդարտ կատեգորիաները, բայց դուք ամեն օր 95,000 դրամ կարող եք վճարել մեկ անձի համար ու մոտ գործել վիզա կենտրոնում, այսինքն ստացվում է, որ անվճար տեղեր չեն բացում, բայց հավելյալ 50,000 դրամ գանձում են ու դուք ամեն օր ամեն պահի կարող եք մտնել։ Բայց օր ամրագրելը դեռ չի իր աշխատավորում հաջողություն։ Ըստ միգրացիոն կենտրոնի տվյալների Հայաստանը 163 երկրների մեջ զբաղեցնում է 26-րդ տեղը, ըստ ներկայացված Շենգենյան դիմումների քանակի։ Միայն 2025 թվականին Հայաստանից
կողմից ներկայացվել է 111550 դիմում, մերժվել է մոտ 13000-ը եւ վերջի տարիներին այս 12-13% ցուցանիշը մնացել է կայուն։ Մերժումները չեն կարող ասել հիմնականում ինչ պատճառով են, նման վիճակագրություն չունենք։ Հանդիպումները ցույց են տվել, որ զուտ կոնսուլի ցանկությունով էլ կարող է լինել, կարող է բոլոր ոնց որ կրիտերիաներին համապատասխանի, բայց անձնական, չգիտեմ, դուրը չգա ու վիզան մերժեն։ Այսօր Հայաստանը գտնվում է անցումային փուլում։ Մինչ երկիրը կատարում է Բրյուսելի պահանջները, կենսաչափական անձնագրերի ներդրումը, սահմանային կառավարման բարեփոխումները, քաղաքացիների համար վիզան մնում է ամենօրյա փորձություն, որի ելքը հաճախ կանխատեսել հնարավոր չէ։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։ Օգոստոսի 1-ի գիշերը ռուսական հրթիռային հարվածից տուժած Կիևի բնակելի շենքում շարունակում են վերացնել ավերածությունների հետևանքները։ Բնակիչները փորձում են փրկել այն, ինչ մնացել է իրենց տներից եւ սեփական ուժերով վերականգնել բնակարանները։ Մեր թղթակից Յուլիա Մակարենկոն է եղել դեպքի վայրում զրուցել բնակիչների հետ։ Այսպիսի տեսք ունի Կիևի 5 հարկանի բնակելի շենքը, որը օգոստոսի 1-ի գիշերը ենթարկվել է գնդակոծության։ Պատուհանների տակ գտնվող ծաղկաթմբերում ծաղիկների փոխարեն այժմ լվացքի մեքենաներ են, սառնարաններ եւ նույնիսկ մանկական կահույք։ Կոմունալ ծառայություններն արդեն 3-րդ օրն են աշխատում գնդակոծության վայրում։ Կիևցիների խոսքով հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Մոտենանք ռուսական հարվածից տուժած շենքի բնակիչներին եւ իմանանք, թե ինչպես են նրանք սեփական ուժերով վերականգնում իրենց բնակարանները հարձակումից հետո։ Իրինան Թոշակի անցած մանկավարժ է, որը գնդակոծության պահին տանն էր ամուսնու հետ։ Ասում է, օդային տագնապը դեռ չէր հասցրել հնչել, երբ անմիջապես մի քանի պայթուն լսվեց։ Պատուհանն ընկավ վրաս, կողքի պահարանը ամբողջությամբ քանդվեց։ Ես բռնվեցի, ապակին ամբողջ բնակարանով մեկ էր, պատերին էլ սառնարանի մեջ էլ։ Ես ապակիների վրայով դուրս եկա միջանցք, բայց դուռը չկարողացանք բացել։ Իրինային բնակարանից դուրս գալու հարցում օգնեցին փրկարարները։ Երբ հարձակումից հետո կինը վերադարձավ տուն, տեսավ, որ պայթյունի ալիքը պոկել է նաև պատշգամբի կեսը։ Ահա այստեղ ամբողջությամբ պոկել է նաև այս պատը։ Պահարանն ընկել է այնտեղ, նաև ամուսնուս գործիքներով պահարանը։ Բազկաթոռները շոպրտել էր, մենք դուրս բերեցինք դրանք։ Սրանք իմ բազկաթոռներ են։ Այստեղ մեզ մոտ սեղան էր դրված, նաև մանկականաթոռակ։ Հարվածի էպիկենտրոնը գտնվել է առաջին մուտքի մոտ։ Այդ տեղում մնացած փոստն արդեն ծածկել են։ Պայթյունի ալիքի պատճառով տան մուտքի դռները խցանվել են եւ բնակիչները ներսում արգելափակվել են։ Փրկարարները ստիպված են եղել կտրել դռները, իսկ որոշ մարդկանց տարհանել պատուհաններով եւ պատշգամբներով։ Առաջին մուտքի բնակիչներին, որը ամենից շատ էր ավերվել, տեղափոխել են հանրակացարան։ Մենք փորձեցինք գտնել գոնե մեկին, բայց տանը ոչ ոք չկար։ Ամբողջ բնակարանը հիմնովին այրվել էր։ Տանը դեռևս գազ եւ տաք ջուր չկա։ Այսօր է վերականգնվել էլեկտրամատակարարումը։ Այսպիսի պայմաններում ապրելը, ասում է Իրինան, շատ դժվար կլինի, բայց կինը չի պատրաստվում լքել իր բնակարանը։ Սակայն նա պատկերացում չունի, թե ինչպես եւ ինչ միջոցներով պետք է վերականգնի իր տունը։ Վնասված գույքի ուսումնասիրման հատուկ հանձնաժողովը նման վնասների համար կարող է առաջարկել ընդամենը $200-ից մի փոքր ավելի փոխհատուցում։ Ահա ամուսինս աշխատում է, նա արդեն ուժասպառ է։ Երեկ էլ հարևանուհին ասաց՝ գնա լույսը նայիր։ Ես արդեն սկսեցի բղավել։ Մյուսն ասում է դռներն այնտեղ են։ Գիտեք, ասում եմ նա հազիվ է ոտքի վրա կանգնում։ Նա որդուս հետ ամբողջ օրը աշխատում է, արդեն 3-րդ օրն է։ Այն ընտանիքները, որոնց բնակարանները գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են, կստանան մի փոքր ավելի մեծ փոխհատուցում՝ մոտ $900։ Սակայն դժվար թե այդ գումարը նրանց հնարավորություն տա վերադառնալ բնականոն կյանքի։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։